Հռոմի պապ Լևոն 14-րդը Սիքստինյան մատուռում մատուցել է իր առաջին պատարագը։ Սուրբ հաղորդության պատարագը նա սկսել է Աստծուց ներողություն հայցելով։ Մի քիչ շեղվել է ավանդույթից ու քարոզը սկսել է ամերիկյան անգլերենով։ Իհարկե շարունակել է իտալերեն, հույս հայտնելով, որ կկարողանա օգնել եկեղեցուն լույս սփռել աշխարհի մութ գիշերներին։ Լևոն 14-րդը խոնարհվել է խորանի առաջ, համբուրել այն, խոստացել լինել եկեղեցու հավատարիմ կառավարիչը։ Եղբայրներ, կարդինալներ, դուք ինձ կանչել եք կրելու այս խաչը և կատարելու իմ առաքելությունը։ Ես գիտեմ, որ կարող եմ ապավինել ձեզանից յուրաքանչյուրին։ Հանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պես Լևոն 14-րդն էլ կարևորել է, որ կաթոլիկ եկեղեցին աշխարհի հեռավոր անկյուններում էլ հավատքի լույս վառի, հատկապես այնտեղ, որտեղ դրա պակասը շատ կա։ Աստվածաբանները կարծում են, որ Ռոբերտ Պրևոստը սոցիալական արդարության ջատագով է լինելու, նա ընտրել է Հռոմի 257-րդ պապի անունը։ Լևոն 13-րդն էլ հայտնի էր սոցիալական արդարության քարոզներով։ Աստված կանչել է ինձ ձեր ընտրությամբ և վստահել է ինձ այս գանձը, որպեսզի նրա օգնությամբ լինեմ հավատարիմ կառավարիչը եկեղեցու։ Միացյալ Նահանգներում անսահման երջանիկ են։ Հռոմի պապի պաշտոնում Լևոն 14-րդի ընտրությունը նշանավորում է նոր դարաշրջանի սկիզբ, ընդգծելով ամերիկյան մայրցամաքի աճող դերը կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ։ Պատմության առաջին ամերիկացի Հռոմի պապն է Լևոն 14-րդը։ Այսպես է Հռոմի նոր պապի ընտրությանն արձագանքել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Շնորհավորում եմ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստին, որը նոր պապ է ընտրվել։ Մեծ պատիվ է գիտակցել, որ նա առաջին ամերիկացի պապն է։ Մեծ ոգևորություն եւ մեծ պատիվ է մեր երկրի համար։ Անհամբեր սպասում եմ Հռոմի Լևոն IV-ի հետ հանդիպանը։ Ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար է դարձել հինգշաբթի երեկոյան։ Ընտրության երկու անհաջող փորձից հետո է կոնկլավն ընտրել նրան։ Միայն երրորդ փորձից է Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ դուրս եկել։ Հազարավոր հավատացյալներ են հավաքված եղել Սուրբ Պետրոս տաճարի հրապարակում Լևոն 14-րդի առաջին ուղերձի ժամանակ։ Խաղաղություն ձեզ բոլորից, սիրելի եղբայրներ և քույրեր։ Նոր պապը հազվադեպ է խոսում հանրության առաջ, հարցազրույցներ տալ չի սիրում։ Հայտնի է, որ Չիկագոյում ծնված 69-ամյա Պրևոստը կյանքի մեծ մասն անցկացրել է Պերուում, մաթեմատիկական կրթություն ունի, աստվածաբանության մագիստրոսի և կանոնական իրավունքի դոկտորի աստիճան։ Ավարտել է Սուրբ Օգոստինոս օրդենի սեմինարիան, ձեռնադրվել է քահանա 1982 թվականին, Պերուում Օգոստինյան առաքելությանը միանալուց հետո։ Ֆրանցիսկոս պապն է 2014 թվականին նրան եպիսկոպոս ձեռնադրել, 2025 թվականի փետրվարին ավագ կարդինալ դարձրել։ Մարիամ Ամիրջանյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։